հակառուսական տրամադրություններ նկատվեցին, ինչ կարծիք ունեք նախ այս ելույթի վերաբերյալ։ Ձեզ ասեմ, դուք գիտեք, որ երբ սկսեցին ռազմական գործողությունները, մենք որպես ընդդիմություն մեր պարտքը համարեցինք մի կողմ դնել տարաձայնությունները, հակասությունները եւ կոչ անել միասնականության, որովհետեւ նման վիճակներում, երբ որ պատերազմ է գնում, բոլորը պետք է միավորվեն, դա հասկանալի բան է։ Մյուս կողմից հիմա ես չգիտեմ իրավիճակը միջև վերջ կարգավորվել է թե չէ, բայց եթե տեսնենք, որ արդեն կարգավորվում է, մենք շատ բան ենք ասելու, որովհետև բաներ կան, որ պետք է արվեին եւ չեն արվել։ Մասնավորապես 80-ականների զենք արտահայտությունը ձեր մոտ հարցեր Դե իհարկե հարցեր առաջացնում է կապված նրա հետ, թե ինչով էին զբաղված իշխանությունները զինադադարից հետո, չգիտեմ, փաստորեն 98 թվականին մի իրավիճակ էր իշխանությունները, այսօր գործող իշխանությունները ստացան մի ժառանգություն, որում Հայաստանը ուներ ակնհայտ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղի եւ բանակը եւ կարելի ասել տնտեսությունը ունենք ակնհայտ առավելություն հակառակորդի նկատմամբ։ Հիմա հարց է ծագում, ինչ է դրանից հետո արվել։ Ես հիմա ընդհանրապես նշмарում եմ հարցերը, որովհետեւ կարծում եմ դեռ ժամանակը չի եկել, որ մենք լրիվ բաց խոսենք այս բաց թողումների մասին։ Այնուամենայնիվ, թեև հրադադարի մասին ինչ-որ պայմանավորվածություն կա եւ այլն, բազմաթիվ հարցեր կան նաեւ այդ պայմանավորվածության հետ։ Ես կարծում եմ, որ ժամանակը կգա, որ մենք ավելի լուրջ դնենք շատ հարցեր։ Եվ ռազմաճակատի այդ գծի ամրապնդման հետ կապված, որ, չգիտեմ, 22 տարվա մեջ կարելի էր վերածել իսկապես անառիկ մի գծի եւ տեխնոլոգիական հետմնացության հետ կապված, հետամնացության հետ կապված։ Մենք չպետք է այսպիսի տեխնոլոգիական ճեղքված կառաջանար նրանց եւ մեր զինված ուժերի միջև։ Եվ կապված մի կարևոր հանգամանքի հետ մենք բոլորս պետք է հասկանանք, որ ռազմական հզորությունը դա միայն զինամթերքը կամ զինվորը չի, դա նաև եւ միգուցե ամենաառաջնային գործոններից մեկը դա նաև տնտեսության արդյունավետությունն է։ Եվ հարցեր են, բազմաթիվ հարցեր են ծագում կապված տնտեսության զարգացման հետ, կոռուպցիայի հետ, այսինքն այս հարցերը կան, ես ընդհանրապես նշмарեցի հարցերը, ես կարծում եմ, որ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, հայությունը պետք է հզորագույն դասեր քաղի կատարվածից, մի բան, որ մեզ համար ակնհայտ էր, հիշում եք բազմաթիվ հենց իմ ելույթներում ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ այս կոռուպցիան, այս տնտեսության այս վիճակը դրանք դառնում են ազգային անվտանգության խնդիր, որովհետև դրանք անմիջապես ազդում են մեր ռազմական հնարավորությունների եւ չգիտեմ հակառակորդի հարվածները ետ մղելու կարողության վրա։ Այդ ամեն ինչ ասել ենք, այն ժամանակ ոչ ոք լուրջ չէր ընդունում։ Հիմա ասում եմ, սա միգուցե հնարավորություն է, ու միգուցե եւ վերջին հնարավորությունն է մեր ժողովրդի համար, մեր ազգի համար դասեր քաղելու եւ հասկանալու, որ այսպես այլևս չի կարելի։ Եթե այդ դասը դառնա բոլորի համար դաս եւ այսօրվա իշխանությունների եւ մեր ամբողջ ժողովրդի հանրության համար մենք շանս ունենք արմատապես ինչ-որ բան փոխելու ու դառնալու լրիվ այլ երկիր։ Ձեր մոտ առաջացած հարցերի մեջ կա հետեւյալը, որ ասենք պետական ապարատունի 1072 ժամանակակից ավտոմեքենա, սպասածառայողական եւ ունի 80-ականների զենք։
Շատ լավ հարց եք տալիս, շատ լավ հարց եք տալիս, իսկապես իրենց անձնական սպառման հետ կապված ոչ մի տեխնոլոգիական հետամնացություն չկա, բայց չգիտես ինչու մեր ազգի համար ամենակենսական հարցում մենք ունենք տեխնոլոգիական ճեղքված։ Ես նորից եմ ասում, ես հիմա դեռ չեմ ցանկանում ամբողջ կոշտությամբ եւ ամբողջ վճռականությամբ անցնել քարոզչական հարձակման եւ իրականում բացահայտել թե ինչ է կատարվել, որովհետեւ այնուամենայնիվ ինչ որ ժամանակ պետք է, որովհետեւ հիմա բոլորս մենք նախ ցավում ենք մեր զոհերի համար, որոնք բազմաթիվ են, հիմա ժամանակը չի խոսելու եւ ամբողջ ճշմարտությունը ասելու, բայց ես նորից կրկնում եմ